Վայ ես ձեր։ Սպնարա սրանք։ Դե դու գնաս դրսում գործեր ունեմ։ Ամեն դեպքում ինչ-որ բան է եղել։ Այսքան խոսացինք, շփվեցինք, բայց տրամադրությունը չի բացվում։ Չէ, ամեն ինչ լավ է։ Գալու ես այսօր։ Կասեմ, կզանգեմ։ Դե կսպասեմ քեզ։ Ալո։ Հա, ես եմ։ Բայց նենց է, որ ընկերությունը ամեն օր զանգելով չի որոշվում։ Լսի, այսօր մի 2 ժամ ազատ ժամանակ ունեմ։ Մեծ սիրով քեզ սուրճ խմելու կհրավիրեմ։ Համ էլ կարևոր բան ունեմ պատմելու։ Դե կսպասեմ։ Լավ։ Գոր ուր ես, ինչ ես անգերից չես պատասխանում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գորը հիմա հիվանդանոցում է։ Այս պահին չի կարող խոսել։ Ոնց թե, որ հիվանդանոցն է։ Հա։ Այսպես հասել աղջիկ ջան, ես ինչ թեմաների մեջ ես աղջիկ։ Սի դու լրիվ ապուշես, ես ինչ ես անում, իմ կյանքն է քո գործը չի։ Լսի, ես գիտեի, որ դու թաստեղ պարկողը չես, բայց սենց արագ, կյանքիս մեջ տեսած ամենաարագաշարժ փողոցվայինն է։ Հանգստացի մի հատ հեճեք կջարդեմ այդ թաթերդ։ Դու իրավունք չունես ինձ անուն դնելու։ Թե արդեն հասկանում ես, որ վերջը տեկել է, սիրտդ կանգնեց։ Ինչ ես խոսում։ Ես քեզ ասել էի, չէ, որ դու պատասխան ես տալու։ Այսինքն բոլորդ եք պատասխան տալու, բայց սկզբում դու։ Լսի, հանգստացի մի հատ։ Լսի, ես կյանքիս մեջ շատ քիչ բաներից եմ զարմանում, բայց հիմա շոկի մեջ եմ։ Էս ով ես դու։ Խոճուկ։ Հանգստացի մի հատ։ Դու մի հատ հանգստացի։ Ես Մինասի հետ ընենց հարաբերությունների մեջ եմ, որ յուրաքանչյուր ժամանակ ուղղակի գլուխդ կպոկի։ Ու չի էլ փոշմանի։ Այդ Մինասի ծոցն ես մտեն, ես գիտես ինչ ուզես կանես։ Լավ որ Մինասի ընտանիքը քանդեցիր, Սեյդային հասար։ Ոնց էլի կամ ինձ ոնց ես դու հասնելու։ Այդ քարտեզը սխալ ես գծե, բայց հանգստացար ու հանդարտվար։ Չորը-չոր սխալվում ես տոնք։ Կամ ոնց ես պատկերացնում, Մինասի տունը քանդեցիր, Սեյդային նենց արեցիր, որ մխկտա, կամ ինձ, բայց տաքսիստիդ հարցերը ով ա լուծելու, կամ տաքսիստը թե, ինչ կապ ունի Մինասի ընտանիքի հետ։ Խոսա։ Սի, դու լրիվ ես աշխարհից չես, ինչը որ վերաբերվում է Սեյդային, նույնը վերաբերվում է Հարութին, իրանք իրար հետ շոտ կապված են, սզվանք։ Համբերությունս մի փորձի։ Քեզ խելոք պահի, թե չէ հենց հիմա Մինասին կզանգեմ։ Բա զանգի, ինձ էլ է տապետ, զանգի թող գա, ես էլ իրան շատ բան ունեմ ասելու, ես ինչ չերեք անում երկուսով, ես ինչ սցենարների մեջ եք, սիլի-բիլիներ եք անում, զանգի բա, ում ես սպասում, հանգստացի։ Լավ ես։ Պարզ է։ Փաստորեն պարզ է։ Փաստորեն որ հիմա նայում ես դեմքիս, զգում ես ես լավ եմ, թե վատ։ Սյուզի, ես չեմ ուզում վիճենք։ Չէ, ես անկեղծ չեմ վիճում։ Ինձ անկեղծ ասա, որ հիմա նայում ես ինձ, զգում ես ես լավ եմ, թե վատ։ Հա,
Հաստորեն երևում է։ Իսկ աղբերը չի նկատում, գիտես։ Երևի մեծացել է։ Կարելի է ակնաբուժի դիմել։ Լավ չի տեսնում։ Մինասը քեզ չի հավատա։ Ուզում ես մի բանակ մարդ քո ասածը կրկնի, մեկը ինքը ինձ է հավատալու նվեր։ Հա, ես հիմա սենց վստահ եմ խոսում, որովհետև դրա առիթը ունեմ։ Լսի, որ քեզ մի հատ գիշեր պարգևեմ, կարող է զենքերը ցած դնես։ Չես ուզում գնաս տեսնես, թե ով է գեղեցիկ երեկո նվիրել Սեդայիդ։ Արա, Սեդայի անունը մի հատ տվել լեզուդ կկտրեմ։ Էդ ինչի։ Դու կարաս իմ հետ վարվես ոնց ուզում ես, Սեդայիդ հետ չեն կարողանալ նույն ձևի վարվեն։ Չես տեսնում, թե ինչ մտերիմ են Հարութն ու Սեդան։ Ձենդ կտրի ու չերևաս աչքից, ռադ եղած տեղից։ Մենասով էլ ինչ չվախացնես, ինչ ուզում ես Սարա, ինչքան ուզում ես հետը քննի այ փողոցային։ Լուրջ։ Այդ դեռ կտեսնենք։ Այն պլանները, որ դու ունես, տենց էլ օդի մեջ է մնալու։ Դու հույս չունենաս, որ քո մոտ ստացվելու է։ Ասացի կտեսնենք։ Ռադ եղար։ Դավայ։ Բարև ձեզ։ Ես Հարութն եմ, Գորի ընկերը։ Ինձ զանգել են ու ասել, որ Գորը ստեղ է։ Կասեք ինչ ա եղել։ Այո, ես ձեզ զանգել եմ։ Գորը գիշերը իր ոտքով եկել է հիվանդանոց։ Շատ վատ վիճակում էր, նրան ծեծել էին։ Բայց հիմա վիճակը կայուն է, մի անհանգստացեք։ Ուղղակի տեսնել չեք կարող։ Բայց որ վիճակը կայուն է, ինչի չեմ կարող տեսնել։ Այս պահին քնած է, լավ կլինի, որ քնի։ Սպասեք գնամ իրերը բերեմ, ձեզ հանձնեմ, լավ։ Հա, բայց որ ինչ որ բան լինի, ինձ անպայման տեղակ պայք, հա, ես տարածքում եմ։ Իհարկե։ Դու ստեղ ես։ Հա, ստեղ եմ։ Ու զարմացա, որ դու միջի հիմա չկաս։ Գնացել էի սուրճ գնեի։ Չար էր։ Խմելով եկա։ Մանա ինչ ա եղել։ Ասել էր, որ սրանք պատրաստ էի։ Հուսամ ճիշտ եմ արել։ Ես քեզ ոնց որ ուրիշ հարց տվեցի։ Ոչ մի բան, Մինաս։ Սպասի մի գնամ։ Ոչ մի բան չի եղել, Մինաս։ Այս կարճ ժամանակում ինչ եղավ հետդ։ Ինչի՞ն ես փոխվեցիր։ Օֆիս գալուց ուրախ էր, ժպիտ էր երեսիդ։ Հիմա էլ եմ ուրախ։ Դեսի դու կարող ես ես քեզ պետք է խնդրեմ, որ դու ինձ պատմես ինչ ա եղել։ Նորմալ ասա, կարող է ճանապարհին քեզ մեկը մոտեցել է, կամ դու մեկին տեսել ես։ Ճանապարհին իմ ու քո մասին էի մտածում։ Ուզում եմ վստահ լինեմ, որ սիրում ես ինձ։ Որ մտածում ես իմ մասին, նշանակություն ունեմ քո համար։ Կտրուկ փոխեցիր միտքդ։ Չէ, ոչ մի բան էլ չեմ փոխել։ Ուղղակի ուզում եմ, որ հարցերիս պատասխանես։ Ես միշտ հետդ եմ։ Ու թող փորձվի մեկը քո մազին կպնի։ Հիմա հանգստացար։ Այսինքն ով էլ ուզում է լինի, եթե ինձ նեղացնի, դու Ով ուզում է լինի։ Հասկանում ես, ով ուզում է լինի։ Ես քո հետ եմ։ չես ուզում գնաս տեսնես, թե ով է գեղեցիկ երեկո նվիրել Սեդայիդ։ Արա, Սեդայի անունը մի հատ տվել լեզուդ կկտրեմ։ Էդ ինչի։ Դու կարաս իմ հետ
վարվես ոնց ուզում ես, Սեդայի հետ չեն կարողանա նույն ձևի վարվել։ Չես տեսնում, թե ինչ մտերիմ են Հարութն ու Սեդան։ Կներեք, կասեք գորը ոնց, հա։ Հիմա ավելի լավ է, բայց տեսնել չեք կարող։ Ինչի։ Քնի չա եկել, խոսել են։ Հա, որ խոսել են, ես ինչի չեմ կարող տեսնել։ Ինքը չի ուզում։ Ասելա, որ ոչ մեկի չթողնենք իր մոտ։ Կասեք Հարութն ա եկել։ Կասեմ։ Եվա լավ կանես քնես, պապայից սպասելու իմաստ չկա, այսօր չի գալու։ Ուզում ամենակ մնա։ Ոնց ասել եք, որ ես եմ եկել։ Հաստատ անունս ճիշտ եք ասել։ Ասել եմ, որ Հարութն է, չի ուզում տեսնի։ Հարութ, ես չգիտեմ դու հիմա քնած ես թե չէ, բայց որ ես չեմ կարողանում քնել, այդ հաստատ։ Իմացի, որ ես քեզ վիրավորելու ցանկություն չեմ ունեցել։ Ես հիմա ընդհանրապես հանգիստ չեմ, որ գիտեմ նեղացել ես ինձնից։ Ախր դու միակ մարդն ես եղել, որ միշտ հասկացել ա վիճակս։ Հիմա քեզ ինչ եղավ։ Հա, հասկանում եմ, նեղացրել եմ քեզ, սխալ եմ արտահայտվել։ Հնարավոր է նաև արձագանքս շատ էր։ Բայց ինչ կլինի քեզ սենց մի պահի։ Առանց անել դու գիտես, որ հիմա իմ կյանքում ես ոչ մի լավ զգացողություն չունեմ։ Իմ կյանքի միակ լավ բանը քո ներկայությունն էր։ Ես հանգիստ էի այն ժամանակ, երբ որ հնարավորություն ունեի քեզ զանգելու, քեզ տեսնելու, քեզ գրելու։ Գիտեի, որ մենակ չեմ, որ գոնե մեկը կա, որ միջև վերջ լսում ա ու հավատում ա ինձ։ Խնդրում եմ, նենց մի արա, որ մենք ուղակի հենց սենց կորցնենք այս ամեն ինչը։ Հիմա նամակներս էլ ես արհամարելու։ Չեմ ուզում ես քեզ անընդհատ հիշացնեմ իմ կարգավիճակի ու վախերի մասին, բայց ես քեզ հազար անգամ ասել եմ, չէ, որ անգամ ժամանակներ ա լինում, որ ես ինքս ինձ չեմ վստահում։
Չեմ ուզում ես քեզ անընդհատ հիշացնեմ իմ կարգավիճակի ու վախերի մասին, բայց ես քեզ հազար անգամ ասել եմ, չէ, որ անգամ ժամանակներ ա լինում, որ ես ինքս ինձ չեմ վստահում։ Կնեղանաս, եթե ասեմ, որ այսօր ուզում եմ մենակ մնամ։ Չէ, չեմ նեղանա։ Ես զգում եմ, որ մի բան այն չի եղել այսօր։ Չէ, ուղղակի իմ համար այս ամեն ինչը շատ անսովոր է։ Ես սովոր չեմ այս կյանքին մինաս, հա, ես քո հետ շատ երջանիկ եմ, բայց մի խոսքով։ Բարի գիշեր։ Ես այդքան էլ ուժեղ չեմ, որ քեզ բաց թողնեմ։ Ուղղակի մեկ-մեկ թուլանում եմ։ Կներես։ Ամեն ինչ լավ է։ Բարի գիշեր։ Ինչքան դանդաղ քայլես, այնքան արագ կհասնես մանե։ Ինչ ես ժպտում։ Ինչ որ առիթ կա, հա։ Դե հանդիպել ենք, այդ առիթ չի։ Հաշտվելու ենք, չէ։ Չէ։ Ընդհանրապես խորհուրդ կտայի, որ ժամանակից առաջ չընկնես։ Ես ոնց այն օրը չարդարացա, նույնն էլ հիմա չեմ փորձելու արդարանալ։ Հասկանում ես, չէ՞ որ մեկ անունից վրա բիծ անում։ Ես տեղ մենակ մի բանի համար եմ եկել, որ փորձես հիշես։ Հիշես ու ինձ ասես, թե ինչ ես տեսել, ում ես տեսել, ինչ մեքենա ես տեսել։ Ես կփորձեմ դրանց գտնեմ ու իմ անունի վրից կմաքրեմ այս ամեն ինչը։ Ու այդ ամեն ինչը կանեմ առաջինը իմ համար, ոչ թե քո։ Այստեղ մենակ դրա համար եմ եկել։ Բայց ես չեմ ուզում, որ մենք հիմա այդ մասին խոսենք։ Իսկ ես հենց ուզում եմ, որ այդ մասին խոսենք։ Պատմի, սկսի։ Ես ոչ մի բան չեմ տեսել ու չեմ էլ կարող նկարագրել։ Սա դա հնարավոր բան չի, որ դու ոչ մի բան նկատած չլինես։ Ինչ-որ մեքենա, ինչ-որ մեկին, ցանկացած մի բան։ Հենց ամենասկզբից աչքերդ փակ չեն եղել, չէ՞։ Քեզ ստիպում ես, որ հետս կոպիտ խոսես։ Փաստորեն դու ես։ Ես էլ ձայն լսեցի, ասեցի տեսնես էս ով է։
Բա ես եմ, բա ելով պիտի լինի։ Դե դու ընդհանրապես տուն չես գալիս։ Դրա համար չմտածեցի, որ դու կլինես։ Սկսի։ Քեզ չի սազում դու մի օր կռիվ չանես։ Քեզ էլ հանգիստ թողնես ինձ էլ։ Սխալվում ես։ Այսօր ընդհանրապես հավես չունեմ ոչ ինչ որ բան խոսելու, ոչ էլ քննարկելու։ Դե որ զարթուն ես արդեն լավ է։ Կարող ես մի հատ սուրճ դնես։ Բա իհարկե կդնեմ։ Կինը ուրիշ ինչի համար է։ Մենակ ծառայելու, չէ՞։ Կներես։ Անընդհատ ուզում եմ ասեմ կներես։ Պետք չի։ Սեդ ես չեմ ուզում, որ դու ինձանից ներողություն խնդրես։ Բայց ինչի։ Ինչ վատ բան կա նրա մեջ, որ մարդ սխալ է ու գիտակցում է իր սխալը ու դրա համար ներողություն է խնդրում։ Ոչ մի վատ բան։ Բայց ես չեմ ուզում, որ դու ներողություն խնդրես ու այն էլ ինձանից։ Լավ չես հասկանում, Որ ինչ։ որ պետքա արագ-արագ հարցիս պատասխանես ու շուտ գնանք տուն, որ հանկարծ աղբերդ բացակայությունը չնկատի ու այդ ավելորդ խոսակցությունների առիթ չդառնա։ Ես փորձում եմ հարթել իրավիճակը։ Փորձում եմ հաշտվել քո հետ, իսկ դու նույն տոնով շարունակում ես։ Որովհետև ես մտածում եմ, որ մենք իրար հասկանում ենք։ Բայց արի ուտես չէ։ Մի փոքր պատճառ է պետք Սեդային ընդամենը, որ ինքը նորից կասկածի հարութին։ Հասկանում ես, դու իմ հետ անկեղծ չես։ Իսկ մեր հարաբերությունները լրիվ ուրիշ տեղեր գնում։ Կամ էլ ուղղակի ինձ էր թվում։ Ախր ոնց չես հասկանում, որ այդ ամեն ինչը իմ հոգեվիճակից է։ Ես ուղղակի ամեն օր քնում ու արթնանում եմ այդ Սեդ մի լացի, խնդրում եմ։ Դու որ լացում ես, սիրտս կտոր-կտոր է լինում։ Դե ուրեմն խնդրում եմ, քեզ սենց մի պահի, սառը, անտարբեր, չեմ ուզում, որ սենց ներված խոսես։ Ես քեզ խոստանում եմ, որ սրանից հետո կզսպեմ էմոցիաներս։ Չէ։ Զայրույթս, ինձ, չգիտեմ։ Չանես այդպես բան։ Ես չեմ ուզում, որ դու իմ հետ խոսալուց բառերդ ընտրես կամ նենց նախադասություններ ընտրես, որ հանկարծ մի սխալ բան չասես։ Այդ ազնիվ չի, այդ կեղծ կլինի։ Բա ինչ անեմ։ Ուղղակի ազատ տեղի հետս։ Հանգիստ տեղի հետս։ Չեմ ուզում, որ իմ վրա կասկածես Սեդ։ Դե դրա համար էլ եկել եմ, որ հաշտվենք ու այդ ամեն ինչը մոռանանք։ Դե վերջ, մոռացանք։ Իրոք։ Ու քո կարծիքով ես լուրջ պահին ես պետք է կատակ անեմ։ Ուզում ես գրկես։ Քո 6-րդ զգայրանը լավ է աշխատում։ Դե զգում եմ, որ ձեռքերդ այնքան ամուր ես սպահել, որ հանկարծ չգրկես ու խայտարակ չլինես։ Ալո։ Բարի ուշ երեկո, պարոն Վարդանյան։ Ձեզ լրագրող Լիլիթ Մարգարյանն է անհանգստացնում։ Կներեք այս ուշ ժամին զանգելու համար։ Ես էլ պատգամավոր չեմ։ Հրաժարվել եմ մանդատից։
Եթե այդ լուրը չգիտեք, առավոտյան կիմանաք։ Ու այս ուր ժամին էլ մի զանգեք ինձ։ Ճիշտն ասած ուզում էի ձեզ հարցազրույցի հրավիրել, բայց ոչ քաղաքական հարցերով։ Դուք հաստատ մամուլին հետևում եք ու տեսնում եք, թե ձեր քրոջ դեպքի մասին ինչեր են գրում։ Ես իմ ընտանեկան թեմաներով ոչ մի հարցազրույց չեմ տալիս։ Նորից եմ ասում, էլ մի զանգ արեք։ Բայց ինձ թվում է, որ ձեր քրոջ ու այդ ենթադրյալ կասկածյալ տաքսիստի կապը մեկնաբանության կարիք ունի։ Ինչ կապ։ Ինչ եք խոսում։ Արդեն ջղայնացնում եք։ Նորից եմ ասում, էլ մի զանգ արեք ստե։ Դե մի քիչ առաջ մամուլում նկարներ են տարածվել, որտեղ ձեր քույրը նույն տղայի հետ է։ Հաշտվել են, թե նրանք վաղուց կապ ունեին իրար հետ։ Սա այն հարցն է, որ ձեր կողմից անպայման պետք է պարզաբանվի։ Լսի, ես ամեն ապուշ եւ հիմար թեմաներով հարցազրույց չեմ տալիս, էլ ստե չզանգեք։ Մինաս, երեխան քնած է, ինչ ես գոռում։ Կտրուկ ստացվեց, մի հատ երկրաշարժ է պետք։ Ինչ եղավ։ Ոչ մի բան։ Սեդ, եթե ես ինչ-որ բան անեմ կամ ասեմ, որը որ քեզ դուր չգա, ուզում եմ, որ մի անգամից ասես։ Հարութ չէ, ամեն ինչ նորմալ է։ Ես քեզ շատ շնորհակալ եմ, որ դու եկար ու լսեցիր ինձ, բայց արդեն ուշ է պիտի գնամ։ Իսկ կլինի 5 րոպե էլ մնաս։ Ինչի։ Որ կամ կողքդ ու նոր ասեմ, կարող է նեղվես։ Չէ։ Հասկանում ես, դժվար իրավիճակ է։ Ինչի։ Դե երբ մտածում եմ, որ դու էլ ես այն մտածում, ինչ որ ես, ինչ որ մի բան լինում, ու սկսում եմ կասկածել։ Չհասկացա ինչ ես ուզում ասես։ Ես էլ։ Ինչ էիր ուզում ասել, Հարութ։ Ուղղակի չեմ ուզում նենց ստացվի, որ ասելուց հետո գնաս ու էլ չտեսնենք իրար։ Ինչի։ Տենց վտանգ կա։ Հնարավոր։ Այ քեզ բան։ Իսկ ինչի ինքը այս ժամին տանը չի։ Դու ես տնից չես չեմ հասկանում։ Դու ես տուն երբ ես գալիս, որ իմանաս ես ես տնից եմ, թե ես տնից չեմ։ Սեդ, եթե նույնիսկ այսօր ձայնային չուղարկեիր, մեկը գալու էի։ Այսօր էլ չգայի, վաղն էլ չգայի, բայց մեկը հաստատ գալու էի։ Որովհետև ես չեմ կարող քեզանից հեռու մնալ։ Դու իմ օրվա մի մասն ես դարձել։ Չգիտեմ, անընդհատ ուզում եմ, որ խոսենք, ուզում եմ, որ տեսնեմ քեզ։
Հարութ, Ես քեզ ասացի, չէ՞ որ եթե հանկարծ ասածներից մեջ ինչ-որ բան քեզ դուր չգա կամ արածներից մեջ մի անգամից ասես։ Մեծ աղջիկ ես, հաստատ հասկանում ես, թե ինչ եմ ուզում ասեմ քեզ ու եթե չես ուզում ես խոսակցությունը շարունակվի, կարաս մի անգամից ասես։ Հենց այդտեղ կմոռանանք այս ամեն ինչ։ չէ, ասա, ինչ ես ուզում ասած։ Կներես, Նինասն է, եթե չպատասխանեմ, հաստատ կանհանգստանա։ Դե հա, իհարկե։ Ալո, Ուր ես, ինչ է ժամին տանը չես։ Մինաս գալիս եմ, հոբան չի եղել, բարկացած ես։ Նորից եմ ասում որտեղ ես, իմ հարցին պատասխանում։ Ում հետ ես։ Մինաս ոչ մեկի։ Արդեն գալիս եմ, տաքսի եմ կանչել, կլինի տուն հասնեմ, տանը խոսենք։ Մի հատ տուն արի շուտ արա, հենց հիմա։ Հարութ, կներես։ Պիտի գնամ տուն, որովհետև հաստատ ինչ-որ բան եղել է, թե չէ Մինասը այս տոնով հետս չէր խոսել։ Ես քեզ կտանեմ։ Չէ, պետք չի, որ մեքենատ տեսնեմ բակում։ Ինչ ասեմ, կզանգես անպայման։ Լավ։ Բարի գիշեր չկար։ Բարի գիշեր։ Ալո, Կներես 1000 անգամ ես գիտեմ, որ պիտի չզանգեմ քեզ, բայց շատ վատ եմ։ Խնդրում եմ կգաս։ Բան է եղել։ եղել է։ Ինչ։ Այս հարցը պետք է արագ լուծվի։ Ինչ հարց։ Մինաս, Ես հիմա պետք է դուրս գամ, մի քիչ ու շուտ կգամ։ Սեդան որ եկավ, կասես տնից դուրս չգա, հասկացար։ Հասկացա։ Կհասկանաս։ Դու ինչ ես անում ստեղ կամ որտեղից ես իմացել տեղս։ Կյանքում նորմալ ընկերուհի չես ունեցել դրանից է։ Չեմ ուզում, որ ստեղ մնաս, գնա։ Ինչի։ Մարդ է գալու։ Կխանգարեմ։ Այդ քո գործը չի, գնա։ Կգնամ մանը։ Հարցերիս կպատասխանես ու կգնամ։ Ես քո հարցերին շատ վաղուց պատասխանել եմ։ Հասկանում ես, նենց չի ինձ հաճելի է քո հետ նույն միջավայրում գտնվելը։ Բայց շատ կարևոր հարց է։ Գոռը, այն ընթացքում, երբ որ ես եղել եմ բաժանմունքում, դու իրան տեսել ես։ Չէ։ Համել դու մի քանի անգամ ես եղել բաժանմունքում, չեմ հիշում։ Առաջին անգամվա մասին է խոսքը։ Չէ։ Չեմ հիշում։ Գոռը ասել էր, որ Եգիպտոսում է եղել։ Այդ ընթացքում դու իրանից ոչ մի նորություն չես իմացել, չես տեսել։ Հա, ինձ էլ ասաց, որ Եգիպտոս է գնացել, բայց ոչ մի բան չգիտեմ։ Տղերքը եկել են այն սրճարան, որտեղ որ դու աշխատում ես։
Ու հնարավոր է ինքն էլ է եկել։ Եգիպտոս գնացած ժամանակ։ Հա, ման է։ Հնարավոր է խափում է։ Հնարավոր է չի էլ գնացել։ Ընդամենը հարց եմ տալիս ու պետքա ուղիղ պատասխանեիր։ Մի խոսքով հաջող։ Մի րոպե Հարութ։ Գորի ընկերներն էին եկել ու իրան էին սպասում, բայց գորը չկար։ Մի րոպե, ոնց իրան էին սպասում։ Այսինքն պայմանավորված են եղել իրար հետ, որ պետքա գար, այսինքն երկրում է եղել ինքը։ Չգիտեմ։